Պարոն Մելքոնյան, վերջին շրջանում տեսնում ենք արտաքին քաղաքական մի քանի զարգացումներ, մասնավորապես շատ կառուցողական Ադրբեջան եւ կամ Իլհամ Ալիևը վերջին իր ֆորումներից մեկի ժամանակ էլ խոսել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը եթե քաղաքական կամք դրսեւորեն, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է շատ կարճ ժամկետում։ Մյուս կողմից մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից եկող դրական հայտարարությունները, մասնավորապես Հական Ֆիդանը հունվարի 15-ի ամփոփիչ ասուլիսում նշել էր, որ գնահատում է այս կառավարության կառուցողական մոտեցումը թրիփի եւ տարածաշրջանում խաղաղության առումով։ Գիտեք, այստեղ ներքաղաքական որոշ շրջանակներ այլ կերպ մեկնաբանեցին դա, թե Ֆիդանը բանանում աջակցում է Նիկոլ Փաշինյանին 26 թվականի ընտրություններում, բայց հասկանանք ինչով է պայմանավորված նախ այս լավատեսական մոտեցումները եւ ինչու է վերջին շրջանում ջղաձգված հատկապես Ռուսաստանը, մենք տեսանք Սոլովյովի, Դուգինի, ապա նաեւ Լավրովի հայտարարությունները։ Ուրեմն սկսենք նրանից, որ ասենք Ալիևը արդեն սկսել է իր բառապաշարը փոխել, բառամթերքը փոխել։ Մենք չենք մոռանում, որ մինչև օգոստոսի 8-ը այլ էր խոսակցականը իր օգոստոսի 8-ից կտրուկ փոխվեց, 170 աստիճանով փոխվեց, երբ որ նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը։ Այս ամեն ինչը կատարվել է մեր աչքի առաջ եւ մենք տեսել ենք, թե ինչ է այս, որտեղից ենք սկսել, ուր ենք գնում։ Հիմնականում այս ամեն ինչի մեջ մեծ դեր է խաղում Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ իրենք օգոստոսի 8-ին հրավիրեցին Հայաստանի եւ Ադրբեջանին, Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրավիրեցին Ամերիկա եւ այնպես չի, որ խնդրեցին կամ աղաչեցին Ալիևին, ասեցին, որ պետք է խաղաղության պայմանագիրը ստորագրես կամ նախաստորագրես։ Իրանք ուղղակի խնդիր դրեցին, որ պետք է մեր ռեգիոնում լինի խաղաղություն։ Եվ ուրիշ ոչ բան չի կարա լինելու այստեղ, էսկալացիա, որ պատերազմ չի լինելու։ Եվ իրենք ստորագրեցին այդ նախաստորագրությունը հենց խաղաղության մասին էր։ Եվ մենք նախաստորագրեցին եւ այդ պայմանագիրը նախաստորագրելուց հետո իրենք արդեն մեծ հույսեր կապեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որ կարող են առևտուր անել, կարող են շատ խնդիրներ լուծել Ամերիկայի հետ, քանի որ իրենք նաեւ այդ երրակողմ ստորագրելուց հետո իրանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նաեւ առանցին համաձայնագիր ստորագրեցին, ոնց որ մենք առանցին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրեցինք ռազմավարական այս մեր համաձայնագիրը, նույնը իրանք են ստորագրել։ Պարոն Մելքոնյան, բայց որ Ալիևն ասում է, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը քաղաքական կամք ունենան, շատ կարճ ժամկետում կստորագրվի նաեւ խաղաղության պայմանագիրը, սա ինչի մասին է խոսում, ինչի մասին է ակնարկում, որովհետեւ մենք գիտենք, որ հայկական կողմը առնվազն պատրաստ է հենց այս պահին էլ ստորագրել։ Մենք նույն օգոստոսի 8-ի օրը պատրաստ ենք այդ պայմանագիրը ստորագրելու։ Իրանք են այնտեղ կենտեր ավելացրել, իրանք են պահանջներ են ներկայացրել, որը մեր ընդդիմությունը համարում է, որ մենք էլի բան պետք է տանք, տարածքներ տանք, էլի չգիտես պահանջներն են կատարում Ադրբեջանի ու իրանք էլ ինչ որ բաներ ունեն, իրանք մեր սահմանության հետ կապնված էլի նորից խնդիրներ առաջադրեցին եւ մենք ասենք, որ դա մեր ներքին գործն է սահմանադրության փոփոխությունը, որը ասենք շատ շուտով լինելու է։ Դրանից հետո իրանք արդեն ինչ որ արդեն առաջարկեն, դա արդեն չի անցնելու, որտեղ արդեն օգոստոսի 8-ը անցել է եւ հունվարի 14-ին, երբ որ մեր արտգործնախարարը գտնում էր Ամերիկայում եւ մենք ստորագրեցինք արդեն օգոստոսի 8-ի
բոլոր կետերը արդեն բացահայտվեցին, բոլոր կետերը ներկայացրեց մեր ժողովրդին, արդեն մենք տեսանք, որ այն պատճառաբանություններ, որ ընդդիմությունը բերում էր, այդ պատճառաբանությունները լրիվ վերացան եւ իրենք էլ արդեն նորից հանդիպումներ ունեցան, ասենք Ալիևը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ, իրենց արտգործնախարարները արդեն իրենք հանդիպեցին, Ամերիկայից հանձնաժողով եկավ Բաքու եւ այդ Թրամփի ուղին քննարկելու եւ այս ամեն ինչը տեղի ունեցավ արդեն այն պայմաններում, որ Ադրբեջանը արդեն չի կարողանում ինքը որ խոստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ նախաստորագրել այդ պայմանագրը, ինքը ուրիշ քայլ չի կարող անի։ Այսի Ռուսաստանը չի, որ խափի անընդհատ, խափի, համոզի, հետո չկատարի իր խոստումները։ Չէ, այստեղ արդեն խաղի կանոնները փոխված են։ Այսի Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, իրանք չեն կարող այնտեղ ուրիշ խաղեր տան։ Այնտեղ հստակ դրված է խաղաղության գործընթացը։ Ուրեմն պետք է այդ խաղաղությունը լինի։ Այս թրիփի ուղին որ կա, այդ ուղու վրա Ամերիկայի Միացյալ Նահանգները հսկայական մի քանի տասնյակ միլիարդներ է ծախսելու, որպեսզի այդ ճանապարհը, այդ ուղին սարքվի։ Իսկ եթե այդ միլիարդները ծախսում է Ամերիկան որևիցե միտեղ, եթե մեկը ինչ-որ փորձի խանգարի, արդեն այդտեղ ուրիշ խնդիրներ առաջանալու։ Տեսեք, մի հատ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ Ջեյխան նավթատարը, գազատարը որ կար, անցնում էր Ադրբեջանով, որ մենք կարայինք այդ նավթա այդ ուղին, այդ նավթ գազամուղը որ անցնում էր, մենք կարայինք այդ խփեինք, կարայինք ոչնչացնեինք էդի, բայց ինչի չարեցինք, որտեղ դա արդեն ուրիշ խնդիր է, էդի միջազգային արդեն դաշտ էինք մտնում, խախտում էինք այդ ամեն ինչը, այսինքն այդ գազամուղը, որ անցնում էր Վրաստանով, Ադրբեջանով, արդեն այնտեղ կար միլիարդների ներդրում, որ կառուցել էին էդի եւ մինչեւ այդ բանը արդեն Հայաստանը ստորագրել էր կամ համաձայնություն տվել էր դրան։ Ու չէր կարող խախտել Հայաստանը ռմբակոծեր հետ, որովհետեւ արդեն մենք Եվրոպայի հետ խնդիրներ ունեինք։ Նույնը եթե Ամերիկանը այստեղ ներդրումներ անում։ Միջև ներդրումներ անելը, տեսեք, Ամերիկայից գալիս են հանձնաժողովներ, խմբեր են գալիս Բաքու, գալիս են Հայաստան, ամեն ինչը համաձայնեցնում են։ Եթե համաձայնեցնում են, որ այդ ուղին պետք է բացվի, ու այդ միլիարդների արդեն ինվեստիցիա պետք է արվի, ով Ադրբեջանը, որ փորձի, ասենք, ինչ-որ այդտեղ բան անել։ Ինքը չի կարա, որտեղ ինքը խնդիրներ կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Իսկ մենք լավ գիտենք Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ կարող են անել։ Վերջի ժամանակներս տեսանք, ինչ եղավ Մադուրոյի հետ։ Այդ պետության հետ ինչ եղավ։ Որ պետությունը 1 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ունի եւ 35-ից 40 միլիոն բնակչություն ունի։ Եվ 3-4 ժամում այդ պետությունը կարելի ասել հանձնվեց։ Հələ հանձնվեց այն խոսքը չի։ Իրանց նախագահը իրանց երկրից գերեվարվեց։ Այսինքն այդ երկրի հետ խնդիրներ ունեն իրանք։ Դրա համար այդ որ ինքը իր խոսակցականը փոխվել է Ալիևի։ Ու ասեմ, ցես որ Ալիևը նաև ամեն ինչ հասկանալով, այս ամեն ինչը հասկանալով մեզ առևտուր առաջարկում։
Նաև ասում են, որ հույս է հայտնում, որ արդեն Հայաստան-Ադրբեջան առևտրաշրջանառությունը ուղիղ կլինի, այսինքն Հայաստանից Ադրբեջանով Հայաստան կգա այդ բեռները, իսկ դրա համար գիտեք, երկաթգծեր են պետք կառուցել, այդ մասով նաև Նիկոլ Փաշինյանն է ավելի վաղ Վլադիմիր Պուտինին առաջարկ արել, որ եթե իրենք ուզում են տարածաշրջանի ապաշրջափակմանը մասնակցել, կարող են Իջևան, Ղազախի, Գյումրի, Կարս հատվածներում երկաթուղին վերանորոգել, բայց ինչ է կարծում, ռուսական կողմից այդ շահագրգռվածությունը կլինի մասնակցել այդ պրոյեկտներին եւ որ Հայաստանը ապաշրջափակվի հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ կամ առևտուրը գոնե տեղափոխվի հենց այդ դաշտ, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը արդեն երրորդ երկրի միջոցով չեն առևտուր կազմակերպի, ինչպես հիմա է Վրաստանի միջոցով։ Ուրեմն ասեմ, որ Ադրբեջանը շարունակեմ էլի խոսքս, որ առաջինը ինքն է բացել ճանապարհները առանց նախապայմանի։ Այն որ մեր ընդդիմախոսները խոսում էին, խաբելու են, այդ ամեն ինչն անելու են, Հայաստանը ոչի բանից չի օգտվի, ուրեմն մենք առանց պայմանագիրը ստորագրելու Ադրբեջանը բացեց երկաթգիծը, ճանապարհը երկաթգծով, որ հիմի Ղազախստանից էլ, Ռուսաստանից էլ այդ ճանապարհով մենք բեռներ ենք ստանում։ Եվ բացի դրանից իրանք պատրաստական են, որ մենք Ղազախով երկաթգիծը վերանորոգենք, որ Վրաստանի տարածքով չմտնի, միանգամից մտնի Ադրբեջանից Հայաստան։ Նույնիսկ իրանք պատրաստ են դրան։ Իրանք ամեն ինչ արել են, բայց մենք հələ ոչ մի բան չենք արել։ Իրանք այդ ճանապարհների խնդիրը բացել են, բայց մենք հələ ինչ ենք արել։ Այդ պայմանագրի համաձայն ինչ ենք արել իրանց, որպեսզի ապաշրջափակենք այդ ճանապարհները։ Ոչ մի բան չենք արել։ Ադրբեջանը միակողմանի արել է այդ ամեն ինչը։ Միակողմանի։ Դրա համար ուրեմն որ իրենք ասում են այդ երկաթգիծը Ղազախ այդ հատվածները, քանի որ մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք, որ իրանք այդ երկաթգիծը պետք է իրանք վերանորոգեն, իրանք կառուցեն այդ երկաթգիծը, բայց արդեն մեր վարչապետը այդ առաջարկությունը արել է, բայց ես չեմ կարծում, որ դա իրականանա ռուսների կողմից, որտեղ ռուսները պատրաստական չեն։ Ռուսները մենակ խոսքերով են ասել, որ այդ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, ճանապարհները պետք է բացվեն, երկաթգիծը պետք է աշխատի, վերջ ավտոտրանսպորտային ճանապարհները պետք է բացվեն, դա խոսքեր է միայն։ Իրանք գործնականում ոչ մի բան չեն արել։ Հիմա երբ որ լսում ես Ռուսաստանի այդ վերլուծաբաներին, այդ քաղաքական գործիչներին ես լսում, իրանք ասում են բանը Հայաստանում ինչի պետք է մենք գնանք հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարենք, որ այդ ճանապարհը բացվի, հետո ասենք Հայաստանը կարող է պատահի գնա Եվրամիություն, ինքը իր բանը փոխել է եւ այլն։ Պարոն Մելքոնյան, բա լուծումը ո՞րն է, այսինքն հայկական կողմը հիմա ինչքան է սպասելու Ռուսաստանի պատասխանին։ Իմ կարծիքով մենք շատ երկար չենք սպասելու, որովհետեւ իրանք շատ կարճ ժամանակում պետք է պատասխան տան, ասեն իրանք անելու են թե չեն անելու։ Երբ որ թերապի ուղու համար Ռուսաստանի ուշագնաց են եղել, որ էսենց բանա լինելու, հիմա Հայաստանը առաջարկում է, որ երկաթգիծը վերանորոգեք, դուք էլ այդտեղից գումարներ ստացեք։ Ձերն է երկաթգիծը տվել ենք ձեզի 30 տարով, թե մինչև 30 թիվը չեմ հիշում։ Բան արեք, այդ երկաթգիծը վերանորոգեք, դուք էլ օգտվեք այդ ուղուց։ Փող աշխատեք։ Բայց իրանք, քանի որ տես մի հատ էսենց վերիշենք, երբ որ 100 միլիոն իրանց պարտք ունեինք իբր Ռուսաստանի մեր երկիրը պարտքեր, դրա համար Հայաստանից մոտ 4 միլիարդի ապրանք 4 միլիարդի գույք վերցրեցին այդ 100 միլիոնի դիմաց։ Այն դեպքում, որ մենք իրանց համար եղել ենք ֆորպոստ եւ բոլոր հարվածները Հայաստանը վերցրել է իր վրա, ամեն ինչ արել է իրանց համար, ֆորպոստ ենք եղել ժամանակ։
Իսկ երբ որ աֆրիկական պետությունները 10 միլիարդով 20 միլիարդով 5 միլիարդով բոլորը պարտք են եղել Ռուսաստանին, իրանք այդ պարտքերը զիջել են, բայց մեր 100 միլիոնի դիմաց իրանք մեզնից տարել են մոտավորապես 4 միլիարդի գույք։ Դե եթե գույք պարտքի դիմաց ունեք, դա Քոչարյանը փայլուն պրոյեկտ է։ Դա Քոչարյանի փայլուն պրոյեկտն է եղել, բայց ինքը այդ 100 միլիոնի դիմաց 4 միլիարդի գույք է տվել, հələ ճաշված ասենք, որ իր անձնական շահերն է հետապնդել Ռուսաստանում, թե ինչեր արել, արդեն կամաց դեռևս գիտենք ինչեր արել։ Այսինքն խոսքը Ռուսաստանի մասին է, որ Ռուսաստանը երբեք չի գնա դրան ու մեր երկրում հարյուրավոր միլիոնի ներդրում ինքը չի անելու, որտեղ ինքը սովոր է եղել միշտ մեզնից տանի Հայաստանից այսպես միջև վերջի այն բանի այն վերջի պատառ հացնել տանի իրանք դրան են սովոր եղել, որտեղ մեր նախկին իշխանությունները իրենց սովորացրել են, որ դուք մեկ վերադասնեք, մենք ձեր ճորտերն ենք, ինչ ուզենաք, մենք պատրաստ ենք անել ձեր համար, բայց հիմի խաղի կանոնները փոխվել է։ Հիմի մենք իրենց առաջարկում ենք, ասում ենք, եթե ուզում եք դուք շահ ունենաք այս թրապի ուղուց, ուրեմն խնդրեմ եկեք դուք էլ ձեր ներդրումն արեք եւ օգտվեք այդ ամեն ինչից։ Պարոն Մելքոնյան, բայց այնուամենայնիվ միամտություն չէ ակնկալել, որ Ռուսաստանը այնուամենայնիվ ներդրումներ կանի, եւ հետո ասացիք այն ժամանակ մենք եղել ենք ֆորպոստ, ընկալվել ենք այդպես, տեսեք, Ռուսաստանի պատկերացման մեջ այդ իմաստով շատ բան չի փոխվել։ Օրինակ վերջերս Սոլովյովը ասաց, որ Հայաստանը մեր ազդեցության գոտին է եւ եթե չենք ուզում կորցնել այդ ազդեցության գոտին, պիտի գնալ այնպիսի գործողության, հատուկ գործողության, ինչպես արեցինք Ռուսաստանում։ Զախարևան իհարկե ասաց, դա պարզապես լրագրողի կարծիք է, հետո Դուգինը լրացնելու, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը անկախության իրավունք չունեն, այլապես կվերածվեն պլացդարմի մեր դեմ, եւ երեք այդ ամբողջին միացավ Լավրովը արդեն ավելի դիվանագիտական լեզվով, բայց մոտավորապես նույն բանն էր ասում, որ Հայաստանը Եվրամիություն գնալու իրավունք չունի եւ կամ վտանգավոր է համարում, որ մոլդովական օրինակի մասին են այստեղ խոսում, նաեւ վտանգավոր է համարում, որ Եվրամիությունը աջակցում է Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ։ Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ անվանեց ու այսպես շարունակ։ Հիմա այս պարագայում, երբ այս խոսույթը մենք ամենօրյա ռեժիմով գրեթե լսում ենք, միամտություն չէ նստել ու սպասել, որ Ռուսաստանը կգա, ներդրումներ կանի եւ երկաթ ուղին կվերանորոգվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը անխոչնդոտ ճանապարհ ունենան կամ այսպես ասեմ, ճանապարհները ապաշրջափակվեն։ Ուրեմն նախ ես ասեմ, որ մեր արտաքին քաղաքականությունը մեր վարչապետը շատ ճիշտ քաղաքականություն է վարում, ինքը առաջարկել է, որ եկեք մասնակցեք այս ամեն ինչին, ձեր ներդրումն արեք եւ գումարներ կստանաք։ Հետագայում այդ ներդրումից հետո դուք կունենաք ձեր շահը։ Իրանք պետք է պատասխանեն։ Եթե իրանք չեն պատասխանում, մենք դրա պատասխանել ունենք այդ հարցերին։ Սոլովյովը պատասխանել է ըստեյության, Լավրովը պատասխանել է, Դուգինը պատասխանել է։ Պատասխանը դա է։ Ես չեմ կարծում, որ դա ուղիղ պատասխան է։ Դրանք իրանք Լավրովը, Դուգինը, Սալավիովը եւ մնացած իրանց տեսակի մարդիկ, ուրեմն 2006 թվականին էր, ինչքան հիշում եմ, կար գեներալ լեյտենանտ Լեբեդ, փառապանց զորար ամանատար էր եւ շատ ուժեղ ես իր հետ անձամբ շփվել եմ, երբ որ հարցրեցինք այն ժամանակ մի խնդիր կար Աման Տուլեևի եւ Ռոխլինի հետ կապնված, որ զենք էին մատակարարում ռուսները մեզ ըստ պայմանագրի զենք էին մատակարարում եւ նրանք ազգային ժողովում հարց բարձրացրին, թե ինչ է Հայաստանին զինում։ Ես Լեբեդին որ հարց տվեցի, Լեբեդը մի հատ այսպես կարճ խոսք ասեց «Սաբակալայետ կարավան իդիոտ»։ Հիմի այդ նույն բանը ես այսօր եմ ասում, ձեր հարցին պատասխանեմ, որ այդ կողքի որ խոսում են Հայաստանի էլի նորից ճորտացման մասով, ես նորից ասում եմ «Սաբակալայետ կարավան իդիոտ»։ Դա ով ուզում է ալնի, ով ուզում է իրանց վրա վերցնի,
թող վերցնեն իրանց վրա։ Մենք արդեն անկախ պետություն ենք, մենք ունենք արդեն շատ պետություններ աշխարհում, որ իրանց այդ համագործակցում ենք, ունենք պայմանագրեր, ռազմավարական դաշինքներ ունենք, եւ մենք այն Հայաստանը չենք, որ իրենք գիտեն հələ իրանց ջեբում դրած այդ Հայաստանը։ Մենք անկախ պետություն ենք եւ թրիպի ուղին որ կա, դա մեզ լրիվ անկախացնում է եւ մենք մեր անվտանգությունը նաեւ ապահովված կլինի։ Դες 49 տարով պայմանագիր են կապում եւ 49 տարում Հայաստանում պատերազմ չի լինելու եւ 49 տարի մեր երկիրը հզորանալու է։ Այս իշխանությունը հավերժ չի, բայց հաջորդ իշխանությունները որ գալիս են, արդեն գալիս են անկախ Հայաստանի շահերն են պաշտպանել։ Բայց հետաքրքրված են լինելու հաջորդ իշխանությունները անկախ Հայաստանի շահերով։ Օրինակ, ինչ եք կարծում, բոլոր իշխանությունները կամ բոլոր ուժերն են այսօր դաշտում հետաքրքրված, որ Հայաստանը լինի անկախ եւ իր շահերը, այսպես ասած, օրինակ նույն մեր ձևով ուժը, որ արդեն կուսակցություն է դարձել, հիմա խաղաղության պայմանագրի մասով ասում են մենք գալու ենք եւ առաջինը ավելացնում ենք երկրորդ երաշխավոր երկիր։ Պիտի խաղաղության պայմանագիրը ունենա երկու երաշխավոր։ Հասկանալի է, չէ՞, որ երկրորդ երաշխավորը ով է լինելու Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն այս պարագայում ինչպես եք պատկերացնում այդ ամեն ինչի ճակատագիրը։ Եթե իշխանության կան նման ուժեր։ Իմ ասածը, որ ես ասում եմ, ուրեմն այդ իշխանությունները որ կան, իմ ասած իշխանությունները, դրանք ժողովրդավար իշխանություններ են լինելու։ Ոչ թե անընդհատ մեր ուղեղում կա, որ վաղը Քոչարյանը գալիս է իշխանության, Սերժ Սարգսյանը գալիս է իշխանություն։ Չկա այդպես բան, իրանք արդեն պրծած են։ Իրանք երբեք իշխանության չեն գալու։ Մեր երկիրը պետք է գնա ժողովրդավարական ուղիով եւ կքան նոր ուժեր կառաջանան Հայաստանում։ Նոր ուժեր կառաջանան։ Իսկ այդ հները երբեք չեն գա իշխանության։ Ուրեմն ռուսամետ, այդ ձեր ասած ռուսամետ այդ իրանց ձևով, աչքերեմ ում ձևով, իրանք երբեք իշխանության չեն գալու այս երկրում, որովհետև իրանց ասած երկրորդ պետությունը որ կա, այդ երկրորդ պետությունը արդեն մենք տեսանք 20 թվականին, մենք տեսել ենք մինչև 20 թվականը, 100 տարի առաջ ենք տեսել, որ Ղարսը այդքան զինտեխնիկայով, այդքան հզոր այդ Կարսի ամրոցը հանձնվեց, ոնց որ ռուսների կողմից հանձնվեց, այդ ժամանակ է ռուսների կողմից հանձնվեց։ Հիմա Ղարաբաղը, Արցախը ռուսների կողմից մոտ 2-3 միլիարդ տեխնիկայով հանձնվեց Ադրբեջանին։ Ու չկրակեցին, Ղարսում էլ կրակոց չեղավ, Արցախում էլ կրակոց չեղավ, հանձնեցինք, որովհետև մենք մեր հույսը կապել ենք Ռուսաստանի հետ, թե Ղարսի պատերազմում, Ղարսի ժամանակ, թե Արցախի ժամանակ։ Ինչ է նշանակում, երբ որ մեզ իրենք գալիս ասում են մենք ենք Արցախի անվտանգության երաշխավորը։ Դու ստորագրեք նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Եվ այդ պայմանագիրը ստորագրվում է։ Իրանք այդ պայմանագրով Արցախի երաշխավորն են եղել, մի մոռացեք ժողովուրդ ջան։ Իրանք են մեզ ասել զորքերն անեք էստից։ Իրանք չեն գրավել ոչ Քալբաջարը, ոչ Աղդամը, ոչ Լաչինը, ոչ մնացած ինչ որ կար։ Դու ձեր զորքերը անեք, մենք երաշխավորն ենք։ Ու Դադի վանքի երաշխավորը նաև անձամբ Պուտինն էր, որ այդ վանքը միշտ եկեղեցին կմնա եւ բան։ Անձամբ երաշխավոր է եղել։ Ու մենք ինչ տեսանք։ Տեսանք գեղեցիկ ձևով Սինու մեջ Ռուսաստանը Արցախը մատուցեց ադրբեջանցիներին։
Այսինքն մենք այդ երկրորդ ուժի վրա նորից ցույց ենք տնում։ Էս սա եղել այդ երկրորդ ուժը։ Իսկ երբ որ արդեն 22 թվականին արդեն Ադրբեջանը մտնում էր ջերմուկի կողմից, ով կանգնացրեց այդ հարձակումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դրանից հետո եթե չլնեին Եվրոմիության կողմից այն ուժերը, որոնք միջև այսօր կանգնած են, Հայաստանը էլի շատ բաներ կորցնելու։ Իսկան բան տենալուց մեր ժողովուրդը կույր չի։ Այս պետությունը մեր անկախության համար է պայքարում, որ Հայաստանը անկախ չլինի։ Հələ Լավրովը մտածում է, որ իր ասելով պետք է այստեղ պաշտոններին նշանակվեն։ Լավրովը թող էթա մտածի իրանց երկրի մասին, որ իրանց Մադուրոյին քշերով տարան, թող Ռուսաստանը մտածի, որ իրանք Սիրիայում Ասադին հազիվ փրկեցին տարան, ու մնացած որտեղ որ իրանք եղել են գործնեություն են ծավալել, հավասարվել է վերջում 0-ի։ Սրանց մասին թող մտածեն։ Սալավյովը, որ խոսում է Միջին Ասիայի, Հարավային Կովկասի մասին, հələ մի հատ թող մտածի, մի հատ բացահայտ ասի իր տղեն որտեղ է իմի։ Եթե ինքը այդքան բան է, այդենց ազգի Ռուսաստանի էսենց համար երկրորդ կամ առաջի միկրոֆոնն է, իր տղեն որտեղ է պահվում, Անգլիաներում, թե որևիցե միտեղ, թող բերի իր տղուն ուղարկի ուկրաինական պատերազմ։ Նույն Լավրովները, նույն մնացած ղեկավարները որ կան, թող բերեն իրանց տղեկին ուղարկեն։ Ինչեն այդ աղքատ ժողովրդին փողի խափում են, որ փող ենք տալիս, այդ փողն էլ չեն տալիս։ Գնում զոհվում են, նույնիսկ դառնում են անհայտ կորած։ Այդ փողերն էլ չեն տալիս։ Հələ դրա մասին մտածեք, ձեր երկրի մասին մտածեք։ Նոր գնացեք Միջին Ասիային, մեր միջինասիական հանրապետություններին ու Հարավային Կովկասին հաթաթատվեք, թե դու մեր գոտում եք գտնվում։ Այո, ձեր գոտում էին գտնվում եւ ճորտի կարգավիճակում ենք գտնում։ Մենք այսօր անկախ պետություն ենք, մենք ունենք այն հնարավորությունը, մեր արտաքին քաղաքականությունն են հենց գործում, որ Ամերիկան արդեն Հայաստանում է։ Եվ Հայաստանում ծրագրեր է արդեն մշակել ու կատարում։ Պարոն Մելքոնյան, փորձեմ ամփոփել, թեև դուք նշեցիք, որ այդ ուժերը իշխանության չեն գալու նկատի ունենալով մեր ձևովը Սամվել Կարապետյան, տեսեք, Նարեկ Կարապետյանը 3 ասուլիս է տվել ու ասում է, որ եթե իրենք կան 300,000 աշխատատեղ են բացելու, 3,000 փոքր ձեռնարկություններ են ստեղծելու, ազատելով հարկային պարտականությունից դեղերի գներն են իջեցնելու, այսինքն այնպիսի խոստումներ, որոնք գոնե ականջահաճո են։ 300,000 աշխատատեղ, 3,000 ձեռնարկություն, փուռ, գեղեցկության սրահներ, որոնք հարկեր չեն վճարելու, էժան դեղեր, տների գներն են իջեցնելու, այսինքն չեք կարծում, որ որոշ շրջանակների կարող է գայթակղել այս առաջարկները։ Ինչի հաշվին են անելու։ Սամվել Կարապետյանի փողերն են բերելու տնելու։ Մեր երկիրը իր հունով գնում է, ինչքան գումար որ պետք է այս երկրում հավաքվում է, ինչ որ ծրագրեր ունենք, այդ ծրագրերի հետ գումարները ծախսվում է, այդ փողերը ինքը որտեղից է բերում։ Ինքը եկան, ասենք, այս երկիր, փողերը որտից պետք է գա։ Ում կաշին պետք է քրթեն, որ բերեն այն մեկելների արդեն հաշվին բան անեն, էժանացնեն այդ ամեն ինչը եւ բան։ Սրանք հեքիաթներ են, ուղղակի բանից անտեղյակ մարդիկ են, էլի։ Աշխարհից անտեղյակ մարդիկ են, որ չեն հասկանում բյուջեն որտից է հավաքվում։ Եթե բյուջեն հավաքվում է $1 միլիոն, ուրեմն դու պետք է $1 միլիոն ծախսես այդ ամեն ինչի վրա։ Դու չես կարող հավաքես 1 միլիոն ու ծախսես 5 միլիոն։
Էդի չի կարող այդպես լինի։ Իրանք չեն հասկանում ուղղակի։ Էսա ցավը, որ իրանք չեն հասկանում։ Իրանք Դուգինի, Սալավյովի հրահանգներն են կատարում մեր երկրում։ Իրանք եկեղեցու հետ միասին, տես էս որ ասում են հիբրիդային պատերազմ, իրանք մտել են այդ պատերազմի մեջ։ Իրանք Կիրիենկոյի զավակներն են։ Կիրիենկոն իրանց պապան է, ոնց հրահանգում է, իրանք պետք է այդ ամեն ինչը կատարեն։ Քանի որ Կիրիենկոն է նշանակված մեր երկրի հարցեր լուծողը, այնտեղ ինչ որ ասում է մի 160 միլիոն էլ փող պետք է բերի, բայց այդ դրանք չեն հասկանում, այդ 160 միլիոնը շատ քիչ փող է իրանց խոստումների հանդեպ։ Դրա համար իրանք շատ թույլ են, չի ժողովուրդը չի տեսնում, արդեն ժողովուրդը այդ 5000, 10000 դրամով էլ ընտրության չի գնում։ Մեր ժողովուրդը հասկացել է, որ իր քվեն արժեք ունի։ Ոչ թե 5000, 10000 դրամ է, այլ այդ արժեքը իր երեխու ապագան է։ Դրա համար այդ մարդը չի կնա այտենց բանը, այդ արդեն անցած էտապներ են։ Այս խոսելը, այս բանանելը անցած էտապներ են։ Իրանք մի ամեն ինչ անելու են, որպես իշխանությանը վարկաբեկեն, այս վերջի ժամանակներում էլ արդեն բան են արել, այս թոշակների հետ կապված, ասում են թոշակները չբարձրացին, բայց իշխանություններին բան է, պարգևավճարներ են տալիս, այսքան, ասենք մի նախարարը 9 միլիոն դրամ փող է ստացել պարգևավճար։ Հələ արեք մի հատ ասում է ծուր նստենք, շիտակ խոսենք, չէ՞, այտենց ժողովրդական բան կա։ Այն ժամանակ, ասենք նախկիների ժամանակ, նախարարը ստանում էր 240-300 հազար դրամ փող, բայց ինչքան էր գողանում։ Ամեն ամիս մի 100 հազարից ավել փող էր գողանում։ Ամեն ինչը վաճառում էր։ Տենդերները վաճառում էր, ամեն ինչը վաճառում էր եւ բոլորը ցույց էին տալիս մեր նախարարը ստացել է 140-240 հազար փող։ Բայց չեն ասում ինչքան է գողացել։ Այդ գողանալը չեն ասում երբեք։ Բայց մեր աչքի առաջ գողացել են, չէ՞։ Մենք տենում ենք, չէ՞, որ միջև հիմի այս դատարանները, որ պահանջում են այդ գումարները, կոռուպցիոն դատարանը, որ կանչում է այդ բոլոր պաշտոնատար անձիկ են եղել։ Ու բոլորից պահանջում է 100 միլիոն, 80 միլիոն, ու այսպես ավելի 200 միլիոն, 300 միլիոն։ Այդ գողացած փողերն է, չէ՞ որ բանը արել պահանջում է։ Բայց հիմի այդ մարդը եթե 9 միլիոն փող է ստացել նախարարը, չի գողացել մնացածը։ Մնացածը եկել է պետ բյուջե։ Երբ որ այն ժամանակ 3 միլիարդ ու կես եղել մեր բյուջեն, հիմի բյուջեն դարել է 8-9 միլիարդ։ Այսինքն ինչի արդյունքում եղել։ Չգողանալու արդյունքում։ Չգողանալու արդյունքում։ Իսկ եթե այդ 8-9 միլիարդ դարձե, այդ պաշտոնատար անձը, որ չի գողացել, գոնե ուրեմն պետք է նորմալ աշխատավարձ ստանա, որ իր ընտանիքը կարողանա նորմալ պահի ու ծառայի քշեր ցերեկ այս երկրին։ Իր պաշտոնին ծառայի ինքը։ Եթե վերցնում ենք, ասենք, օրինակ պատգամավորների հետ կապնված, ասում են պատգամավորներն էսենց են։ Վերցրեք ցանկացած երկրի պատգամավորը, տեսեք ինչքան գումար է ստանում։ Նույն գործն են անում։ Այս պատգամավորը մեր երկրում նույն գործն անում, Ռուսաստանում այդ պատգամավորը նույն գործն անում, Ռուսաստանի, ասենք, պատգամավորը ստանում է 500,000 ռուբլի։ Ուրիշ տեղ ստանում է $10,000, ուրիշ տեղ եւ այլը եւ այլը։ Հիմի պատգամավորը ստացել է 3 միլիոն, ոչ թե դա պարգևավճար է, այլ իր աշխատավարձն է։ Որ ասենք աշխատավարձ ինչքան ստացել է, այնքան էլ մնացել է հետագայում ստանալու համար։ Հա, հիմի ման են անում, արդեն ընդդիմություն ասում է, նույնիսկ այս ընդդիմադիր պատգամավորները, որ ոչ մի բան չեն արել այս 5 տարում, ոչ մի բան, նույնիսկ չեն էլ գալիս։ Ու այդ գումարը ստանում են, ուրախ գնում են։
Ու սկսում են քննադատել, մեզի փող են տվել, այո, ճիշտ է, ձեզի փող չպետք է տային, որտեղ դու ոչ մի գործ չեք արել։ Ոչ մի գործ չեք արել, այս երկրի զարգացման ամեն ինչ համար մատին չեք տվել։ Այո, դու ճիշտ եք ասում։ Չաշխատելու համար դու փող եք աշխատել։ Տարիներով դու չեք եկել ազգային ժողով ու փող եք ստացել։ Տարիներով։ Դրա համար ուրեմն մեր ժողովուրդը շատ լավ գիտի, լավ հասկանում է, թե այդ որ գալիս խոստումներ են տալիս, էս են անում, չի լինելու իրանք։ Ժողովուրդը հասկանում է 2026 թվականի ընտրություններում նժարին ինչ է դրված։ Մի կողմից անկախություն, ինքնիշխանություն, որի մասին այդքան խոսվում է։ Մի կողմից անկախություն, մի կողմից անկախություն ու խաղաղություն, բարգավաճում մեր երկրին, ամենակարևորը անկախությունն է։ Ու մյուս կողմից էլ դրած է այդ 5-րդ Շարասյան այդ նարատիվները, ռուսները կքանի ռուսներն են անում, մենք Ռուսաստանը նույնիսկ մեր եկեղեցին խառնեց իրար։ Եկեղեցին էլ օգտագործեց վերջում իր շահերի համար, էլի պանտուշ չկա։ Մենք բռնել ենք անկախության ճանապարհը, գնում ենք դեպի անկախություն։ Ուրեմն գնալու ենք մինչև վերջ։ Ռուսաստան ինչ էլ ուզում անի, չի կարող անի։